Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Հասնենք նպատակին Թող մանկությունը մեր ակտիվ հելտանքր լինի Անցնենք փորձությունը ժոսով հետքերով արկածների հետքերով Անցնենք փորձությունը ժոսով հետքերով արկածների Հեծավ արի Արտաշես սարքան գեղեցիկ սև ձին Եվ հանեց ոսկեող շիկափող պարանը Եվ անցնելով գետն իբրև սրաթև արծիվ Եվ ոսկեող պարանը ձգեց Անցկացրեց ալանանց օրյորդի մեջքը Եվ շատ ծավեցրեց օրյորդի փափուկ մեջքը Արագ իր բանակ հասցնելով Գոր սպասի, այ օրինակ դու տեսել ես ինչա կատարվում չատում։ Չէ, ամեն վարքյան ծնգում էր, ես ձայնն անջատել եմ, արի է։ Բա դու։ Ես էլ եմ ձայնը անջատել, կարևոր բան լինի կասեք։ Էս ինչա։ Բանը, լվացքի պարանա։ Հա, նման չի է։ Մարիա, դու չատին հետևում ես, կարևոր բան չկա։ Դες լվացքի պարան էին ուղարկել, դու լվացքի պարանով առասպել գիտես։ Ուրեմն նա այստեղ պապիկին նկարել են աղ թափելուց, հաց ուտելուց, մարմնամարզություն է անում այդ մարդը։ Մարիա։ Երեխեք, սպասեք վայ, Մարիա ջան կկանգնես թե մի վարքյան։ Դու եք գլուխկոտրուկի մասնագետը։ Բնավ, ոնց հասկացար, որ պապիկը ոչ թե գնացել է մատնաքաշ առնելու կամ աղբը թափելու, այլ կորել է Շահանե ջան։ Նայեք գրքի վերջին էջը։ Չնջված է։ Այո, նման բան երբեք չի եղել։ Էդ ինչ է նշանակում։ Չգիտեմ, դուք եք գլուխկոտրուկի մասնագետը։ Կանանց դերը առասպելներում, Աստղիկ, Շամիրամ։ Այստեղ մի բան պակասում է։ Կարողանանք վերցանել այդ խզբզած տողերը։ Ես փորձեմ, դուք էլ չաթում գրեք թող օգնեն։ Այսքանը։ Սպասի հեսա կկարդաս։ Բարև ձեզ, ես պատմության ֆակուլտետի ուսանող եմ։ Դասախոսիս հետ քննարկեցի։ Մենք վարկած ունենք, որ Աստղիկ եւ Վահագն, Արա Գեղեցիկ եւ Շամիրամ, երրորդ տրամաբանական զույգը, Արտաշես եւ Սաթենիկ։ Բա պարանը ինչ կապ ունի։ Բա պարանը ինչ կապ ունի։ Մեկ էլ էս վերցանածս։ Դուր։ Հեծավ գեղեցիկ ոսկեող պար, անցնելով սրաթև արծիվ օրորդի մեջքը փափուկ բանակ։ Արմեն ջան շատ վատ ես վերցանել։ Կարող ես ավելի լավ արա։ Պատասխանեց։ Բարև ձեզ, ես պատմության ֆակուլտետի ուսանող եմ։ Դասախոսիս հետ քննարկեցի, հաստատ Արտաշեսի ու Սաթենիկի մասին է խոսքը։ Էսա կուղարկեմ ձեր վերցանած տողերի ամբողջականը։
Հեծա վարի Արտաշես արքան գեղեցիկ սև ձին եւ հանեց ոսկեող շիկափոք պարանը։ Եվ անցներով գետնի իբրև սրաթև արծիվ եւ ոսկեող պարանը ձգեց։ Անցկացրեց Ալանան Օրիորդի մեջքը եւ շատ ցավեցրեց Օրիորդի փափուկ մեջքը, արագ իր բանակ հասցնելով։ Այո, առասպելը գիտենք, Արտաշես եւ Սաթենիկ։ Պարանը կա, վերջ Շահանի ջան, վերջ։ Իմացար պապիկի տեղը։ Դե չէ։ Բա պապիկին որտեղ փնտրենք։ Շահանի ջան, իսկ դուք այդ առասպելի գիրքը ունեք։ Հիմա կնայեմ։ Ես պատմության ֆակուլտետի ուսանող եմ։ Ձեզ աշխարհագրության ֆակուլտետի ուսանողա պետք, որտեղ հարցին պատասխանելու համար։ Այ հիմա ես հասկացա, թե ինչի չեմ ուզում պատմաբան դառնալ։ Տեսնենք ով ունի առասպելը ու սկսենք կարդալ։ Լսի, քեզ էս պատմության մեջ ամենաշատը կարդալն է դուր եկել։ Ես կարդալ սիրում եմ։ Չգտա։ Դավիթն է։ Ոյ, Հա Դավիթ, լսում եմ։ Հա։ Հենց հիմա գալիս ենք։ Լավ։ մենք գնում ենք։ Դավիթը գիրք ունի, գնացին կարդալու։ Գոր, չես գալիս։ Աննա։ Սա կփոխանցես Գորին։ Միգուցե տրամադրությունը բարձրանա։ Ոչ, շնորհակալություն։ Լավ։ Քեզ ինչ եղավ։ Բա ինչի ես հոտել։ Այդ Դավիթը քեզ ինչ արել։ Գալիս է, մեզ օգնում է, չի կանգալում։ Շատ է Աննայի կողերը պտտվում։ Հետո ինչ։ Հետո ինչ որ։ Հետո Աննան իմ ընկերն է։ Նույն հաջողությամբ կարա Դավիթի ընկերներ լինի։ Չէ, տենց բաներ մի ասեմ։ Հա, Ինչ։ բան չէ։ Աննա ջան, այն Շահանայի պատրաստած թխվածքները ինչի չվերցրեցիր, կտայինք Գորին, տրամադրությունը կբարձրանար։ Եթե գորը թխված կուզի, ես նրա համար կպատրաստեմ։ Ինչ։ Բան չէ։ Արի, հա։ Պաստորեն։ Հա, բան չէ։ Արտաշեսը գուշկան է արձակում ու ասում Սմբատ Բագրատումը։ Հարկ է, որ դու անհապաղ մեկնես հյուսիս ու թշնամու առաջխաղացումն արգելափակես, մինչև որ ես կհասնեմ մեծ բանակով։ Այսօր իսկ կմեկնեմ, խոստանում է Սմբատը։ Բա այդ Արտաշեսը ով է եղել։ Հայոց արքա։ Հա, բայց մեկը հələ պարզ չի։ Շարունակեմ։ Կարող է։ Արտաշեսը հասնում է ժամանակին։ Հայոց բանակն իջնում է լեռներից եւ Կուր գետի հովտում ընդհարվում թշնամու հետ։ Ճակատամարտը համառ ու արյունահեղ է լինում։ Ալանների մեծ արքան խոհեմաբար մարտի ղեկավարությունը թողնում է որդուն եւ ինքը անցնում է գետի ձախ ափը։ Գոր մարտում Արտաշեսն ու Ալանների արքայորդին Ես ինչ եմ արել։ Գոր նշանակում է ահեղ։ Հա, դե սրանից հետո ինձ կասեք ահեղ։ Լավ, ահեղ ջան, թող տեսնենք ինչ է ասում։ Գոր մարտում Արտաշեսն ու Ալանների արքայորդին հանդիպում են իրար ու բուռն զայրույթով մենամարտում։ Պատգամավորներն են գալիս, ասում է Սմբատը։ Արքայորդուն ազատելու համար փրկանք են բերում, ավելացնում է Արգավանը։ Պատգամավորները ծնրադիր գրություն են աղերսում։ Արտաշեսն ասում է սրտամտությամբ։ Գնացեք, ասեք արքային Ալանանց, որ մեր աշխարից կողոպտած գանձերով հնար չէ մեզ կաշառել։ Եթե հարկ համարեք դրանք ունենալ, կանցնեք գետը ու զենքի ուժով ետ կխլեք։ Պատգամավորներն հավաքում են իրենց բերած ընծաները ու անխոս հեռանում։ Ես լինեի գանձերը կպայի այդ պատգամավորներին էլ հետ կուղարկեի։ Բայց դու չես, չէ՞։ Բայց համաձայն չեք իմ հետ։ Չէ, տենց հպարտությունը վերածվում է առևտրի։ Պաթոսն է մեզ կործանելու, պաթոսը։
Չնայած ինչի եմ զարմանում։ Այդ Արա գեղեցիկին ամբողջ աշխարհն էին նվիրում, ասաց, չէ, ես իմ նավարդին եմ սիրում։ Այս Արտաշեսն էլ ոչ մեկի չէր սիրում, բայց մեկը գանձերից հրաժարվեց։ Այս տեմպերով մեր 1-2 չի դառնալու։ Ես Արմենի հետ համաձայն եմ։ Դու Արմենը կարող է գնալ հեռու մի տեղ ու այնտեղ ձեզ դնեք ձեր երազած իմաստունների տեղը, իսկ հիմա ես շարունակում եմ կարդալ։ Քիչ անց գետեզրին արտասովոր տեսիլք է երևում։ Չքնաղագեղ մի աղջիկ հայացքը հայոց բանակի կողմն ուղղած խոսում է երգելով։ Քեզ եմ ասում, քաչ տղամարդ Արտաշես, որ հաղթեցիր ալանների քաջազգին։ Եկլեսիր ալանների գեղաչադստեր խոսքերին եւ տուր պատանին, քանի որ օրենք չէ, որ քենի համար դյութազունները ուրիշ դյութազուն զարմերի կենթանություն ջնջեն, կամ իբրև ծառա ստրուկների կազմում պահեն եւ երկու քաջազգերի մեջ մշտնջենական թշնամություն հաստատեն։ Ով է չքնաղ եւ իմաստուն դիցուհին այն։ Արքայադուստերն է ալանած։ Արժան չէ հայոց աշխարհի թագուհին դառնալու։ Արժան է։ Խնդրեմ, էլի սիրահարվեցին, հազիվ կռիվ կինո էինք կարդում։ Սմբատը մի քանի իշխանների ուղեկցությամբ ալանների արքայի մոտ է գնում ու Արտաշեսի բաղձանքը հայտնում նրան։ Ալանների ծերարքան պատասխանում է։ Ուստի տակ Հաջն Արտաշես հազարած եւ բյուր-բյուրոց փոխարեն քաջազգի օրիորդին ալանանց։ Այս հասկանում եմ, բիզնես մտածողություն։ Աղջկան վաճառելն ես հասկանում։ Աղջկա ֆակտորը հաշվի չառնելով ամեն ինչ ճիշտ է։ Աննա ջան, ուշադրություն մի դարձրու, շարունակի։ Սմբատը պատասխանում է. Վաղ չեմ մոռացել արքան ալանանց, պարտությունն իր բանակի եւ գերությունը որդու։ Սովորույթի պահանջն է այն, պատասխանում է արքան։ Մենք էլ մեր սովորույթներն ու յուրահատուկ պահանջներն ունենք տեր։ Այստեղ գալիս են պարանի մասին տողերը, որ Արտաշեսը Սաթենիկին փախցնում է։ Կարծում եմ մեր պապիկը պարանով աղջիկ չի փախցրել, չէ՞։ Մեր պապիկը այդպիսի բան չի անի։ Ինչ գիտես։ Չի կարա։ Ինչ գիտես։ Տարածքում անիմաց շրջելը լավ որոշում է։ Նույնիսկ մի փորձիր կասկածել։ Ես իմ են արալերի պատմությունից հետո մի տեսակ փորձում եմ։ Ամեն դեպքում եկեք մի բան անենք, միջև մտքներովս մի լավ բան անցնի։ Ոնց եք երեխեք, ուր եք հասել։ Դե հասել ենք այնտեղին, որ Արտաշեսը պարանով Սաթենիկին է փախցնում։ Հիմա ուզում ենք հասկանանք մեր պապիկը ում է փախցնում։ Եթե ձեր պապիկը աղջիկ է փախցրել, բոլորիդ եմ գտնելու։ Ջնջում եմ։ Հասկացաք ինչի ամարյան ադմին եմ։ Այդ առասպելը այդտեղ չի ավարտվում։ Այդտեղից սկսվում է ամեն ինչ։ Բա ուր է գնում, ասա գնանք այդ կողմ։ Ես Եկեք գրազգանք, որ ասում է։ Գիտենք ինչ ասում։ այն պահին, երբ Արտաշեսը սիրահարվում է Սաթենիկին, նույն պահին նույն զգացմունքը բարուրում է նաև վիշապազում Արգավանի սիրտը։ Արտաշեսի ու Սաթենիկի հարսանիքը, ինչպես բոլոր հայկական հարսանիքները, չի անցել առանց միջադեպի։ Սմբատ Բագրատունին, տեսնելով Արգավանի անթակույց տխրությունը, համընդհանուր տոնախմբության ժամանակ կանչում է Արգավանին վրանի հետև հարցեր պարզելու։ Համպատշաճ արքայի ներկայությամբ խրախճանքի սեղանի մոտ նստել մռայլադեմ եւ անժամանակ թողնել հեռանալ դահլիճից։ Ես գիտեմ, թե ինչ մտքեր են քո հոգին հուզում Արգավան, սակայն դու կամազուրկ պատանի չես, որ անզոր լինես իշխել քո զգացմունքներին։ Եվ անսա բարեկամական իմ ձայնին, վերջ տուր սիրտ կրծող մախանքին։ Ու հեռու մնա հեշտ քայլից, որը կարող է միայն կործանում բերել քեզ։ Ույժ գրգռիչ են խորհուրդները քո, Բագրատունյաց տեր։ Զգաստացուցիչ են առավելապես։ Խավարի մեջ նյութվող դավը հայտնաբերված ու կանխված է։ Պապիկին տեսել եք։ Պապիկը։
կտրվեց առասպելական սիրային եռանկյունին։ Սաթենիկը խնդրում է Արտաշեսին իր համար մի ամառանոց կառուցել այն ժայռակուտի հարևանությամբ, որտեղ Սմբատ Բագրատունին ահեղ կռիվ է տվել Երվանդի զորքի դեմ, որ պաշտպանի փոքր 5 տարեկան Արտաշեսին։ Արտաշեսը ասում է, որ այդ հատվածում է եղել Աստղիկի տաճարը, Շամիրամի արձանը, եւ հիմա էլ նրա ամառանոցը կկառուցվի։ Սաթենիկը ուրախանում է, որ եւս պատիվ կունենա պատմության մեջ մնալու, եւ հենց այդ ամառանոցում հաճախ Սաթենիկին հյուր է գալիս Նենգամիտ Արգավանը։ Այստեղ են ինչի ագրքի բառերով խոսում։ Պատմության ֆակուլտետի ուսանողը։ Այդ այցելությունները դառնում են ժողովրդի խոսակցության պատճառ։ Այդ ամառանոցի լոկացիան մենք աշխարհագրության ֆակուլտետի ուսանող ունենք։ Այդ տղան մեզ օգնում է, իսկ դու նրան ծաղրում ես։ Այո, ես աշխարհագրության ֆակուլտետի ուսանող եմ։ Ես նոր մոտավոր հաշվեր կարեցի։ Հիմա կոորդինատները կուղարկեմ։ Ես չեմ ծաղրում Աննա ջան, ես հարց էի տալիս ու հարցիս պատասխանը իմացա։ Շնորհակալ ենք բոլոր աջակցողներին։ Բայց դու ի՞նչն ես։ Մենք ինչ ենք ստեղ կանգնել։ Մի ուրիշ պարագայում կնեղանայի քեզնից ու էլ երբեք քո հետ չի խոսի, բայց հիմա շատ ուրախ եմ։ Երեխաներ, ձեր փնտրած լոկացիան, նույնիսկ Արտամետի տաճարը, գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս։ Եթե նույնիսկ պապիկային տեղ եք, դուք ինչպես եք գնալու։ Ճիշտ է ասում, լավ չի։ Պապիկն էլ լիներ, չէր կարող սահմանը անցնել։ Այնպես որ մենք այս տարածքում պետքա փնտրենք։ Ափսոս, ես ուզում էի առաջարկել, որ երեխաների փոխարեն մենք գնանք պապիկին փնտրելու։ Միասին։ Միասին։ Տարածքում երեխաներ են բզում։ Չեմ հասկանում, մենք չենք գտնելու պապիկին։ Պապիկ։ Ինչ եք ուզում ինձնից։ Ես դիտմամբ խզբզած գրություն էի թողել, պարանի տեսքով հուշում, բայց ես ոչ միտեղ չեմ կորել։ Ուզում եմ հասկանալ, ինչու եք ինձ հետևում։ Որ կորեք, օգնենք վերադառնալ, որ Շահանեն չանհանգստանա։ Բայց ձեզ ով ասաց, որ ես կորել եմ։ Ես գնում եմ փնտրելու։ Բա ինչի չեք վերադառնում։ Որովհետև չեմ գտնում։ Բայց մեզ որ տեսնում եք, վերադառնում եք։ Որովհետև գտնում եմ։ Ես բան չհասկացա։ Պապիկից թե առասպելից։ Երկուսից էլ։ Ես հասկացել եմ։ Կպատմես։ Կպատմի, դու մեջ մի ընկի։ Լավ, հասկացանք։ Ի տարբերություն Շեքսպիրի Օթելոյի, Արտաշեսը չի հավատում դավադիր խոսքերին ու բոլոր դավադիրներին արդարամտորեն պատժում է։ Սիրո ու դավաճանության մասին էր էս առասպելը։ Հիմա պապիկն ուզում էր հասկանալ մենք դավադիր ենք թե Ես սիրո։ առասպելն եմ հասկացել, պապիկին չէ։ Ես մեկա բան չհասկացա։ Տորնիկս, ովքեր են այդ երեխաները։ Լավ երեխաներ են։ Իհարկե, բայց ինչու են նրանք ինձ փնտրում։ Ես եմ նրանց օգնության կանչում։ Կարիք չկա, մի անհանգստացրու նրանց։ Բայց պապիկ։ Հավաքվել ենք մենք ընկերներով, ընտրում ենք արկածներ, Սիրում ենք մենք հաղթահարել տարբեր փորձություններ։ Մարիա, Աննա, Արմեն ու Կոտ, տևում ենք քարտեզին, Գնում ենք մենք ճամփաներով, որ հասնենք նպատակին։ թող մանկությունը մեր ակտիվ, հենց
Արկածների, արկածների հետքերով Անցնենք փորձությունը ջրսով հետքերով արկածների Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։